Մարտիրոսյանների բակն է, տանդուռը կապարակնքված, խաղաղ առավոտվան այստեղ նախորդել է արյունալի սպանությունը։ 00:50-ի սահմաններում ոստիկանության գարքի բաժնում ահազանգ է ստացվել շտապօգնություն կայանից, որ Մեղրուտ գյուղում Ճաճոյեդոյի տանը կա դիակ։ Քննիչները տան մուտքի մոտ աստիճանների վրա գտել են 34-ամյա Տիգրան Մարտիրոսյանի մարմինը։ Նրա կինը ոստիկաններին խոստովանել է, ամուսնուն ինքն է սպանել։ Վիճաբանել են միմյանց հետ, որի ընթացքում կինը ամուսնու կողմից ապօրինի կերպով ձեռք բերած Մակարով տեսակի ատրճանակով կրակել է մի քանի անգամ ամուսնու ուղղությամբ։ Սպանությունը Մարտիրոսյանների 8-ամյա տղայի ու 5-ամյա աղջկա աչքի առաջ է եղել, նրանք այժմ մորաքրոջ տանն են։ Ժամանակավորապես մինչև պատկան մարմինները լուծել են երեխաների ճակատագիրը։ Նախնական զննությամբ սպանվածի մարմնի վրա հայտնաբերվել է 7 վնասվածք, կինն է այդքան անգամ կրակել ամուսնու վրա, քննիչները չեն շտապում պատասխանել, բռնության հետքեր կան ձերբակալված կնոջ մարմնի վրա։ Դատաբժշկական փորձաքննություններ են նշանակվել թե ամուսնու նկատմամբ, թե կնոջ նկատմամբ, քանի որ կինը նույնպես վնասվածքներ ուներ։ Ամուսինների վիճաբանության մանրամասները դեռ չեն հրապարակվում, նախաքննական գաղտնիք է։ Քննությունը նաև կպարզի մամուլի տեղեկությունը, թե ամուսինը պարբերաբար ծեծել է կասկածյալին։ Դատարանը կորոշի, քանի տարի է ազատազրկում ամուսնու սպանած կնոջը։ Նա մանկահասակ երեխաներ ունի, օրենքը հնարավոր է մեղմացնի մոր պատիժը։ Տարոն Կոխլիկյան, Հակոբ Թումանյան, Հրաչյա Պապինյան, Լիլիթ Յոլչյան, օրակարգ։